Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը հրապարակել մինչև տարեվերջ։ Նախորդին ԵԱՀԿ-ն հայտարարել էր Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակման մասին։ Այսօր ես հայտարարում եմ 15 միլիոն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը, ավելի դիմակայուն Հայաստանին։ Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու ականազերծման գծով վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու։ Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել արտասահմանյան ազդեցությունները։ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Նա եպիսկոպոսից հետաքրքրվել է վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման նպատակի մասին։ Լրագրողների հետ զրույցում ասել է Շահրամանյանը, թե ինչպես է եպիսկոպոսը բացատրել իր այցի նպատակը Նիկոլ Փաշինյանի կաբինետ, Շահրամանյանը չի մանրամասնել։ Ասել է, սպասում է համապատասխան որոշմանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, թե 2023 թվականին ազգային ժողովի պաշտոնատար անձը ԱԿ-ից մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է ստացել։ ԱԿ Էջմիածնի ջրօգտագործողների ընկերության փոխտնօրեն Աշոտիկ Կամավոսյանն է։ Գործում նշվող ՍՊ-ն Սլավ Ստրոյ ՍՊ-ի տնօրեն Սլավիկ Պողոսյանը, իսկ ազգային ժողովի պատգամավորը նախկին ՔՊԱ-կան Հովիկ Աղազարյանը։ Գործն ուղարկվել է դատարան։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Գլխավոր դատախազությունը խնդրել է դատարանին արգելել Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված Գորնա Բանյա շշալցման ընկերության 98.03% բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը։ Դատարանը բավարարել է դատախազության դիմումը։ Այսօր խուզարկություն է իրականացվել Բրյուսելում գտնվող Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կենտրոնակայանում և Բրյուգեում գտնվող Եվրոպայի քոլեջում խարդախության հետաքննության շրջանակում։ Բելգիայի իրավապահների տեղեկացմամբ գործողություններն իրականացվել են ԵՄ երկրների երիտասարդ դիվանագետների համար կազմակերպվող դասընթացների ժամանակ արձանագրված կոռուպցիոն գործարքների առթիվ։ Հաղորդվում է 3 ձերբակալվածի մասին, որոնց թվում է եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Դեկտեմբերի 2-ին ժամը 16:30-ի դրությամբ Վարդենյաց Լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր թույլ ձյուն է տեղում, իսկ Ախուրյանի տարածաշրջանում թույլ անձրև։ Վարդենյաց Լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։